Պատվաստանյութերի պատրաստման տեխնոլոգիան ամեն օր բարելավվում է։ Երբ ի հայտ են գալիս COVID-19-ի նման նոր հիվանդություններ, ամբողջ աշխարհում գիտնականներն աշխատում են անվտանգ եւ արդյունավետ պատվաստանյութեր մշակելու ուղղությամբ, բռնկումները կանխելու կամ դադարեցնելու համար։ Եկեք տեսնենք, թե ինչպես են պատրաստվում պատվաստանյութերը։ Երբ գիտնականները ցանկանում են նոր պատվաստանյութ մշակել որևէ հիվանդության դեմ, նրանք նախ պետք է ուշադիր ուսումնասիրեն այն հարուցող վիրուսը կամ բակտերիաները։ Սա օգնում է նրանց պարզել, թե ինչ է անհրաժեշտ պատվաստանյութ ստեղծելու համար։ Պատվաստանյութի մշակման դեպքում գիտնականները պետք է իրականացնեն որոշակի փորձարկումներ, տեսնելու, թե ինչպես է մեր իմունային համակարգը արձագանքում պատվաստանյութին։ Արդյոք այն անվտանգ է։ Արդյոք այն առաջացնում է որևէ կողմնակի ազդեցություն։ Առաջին փորձարկումները հիմնականում իրականացվում են լաբորատորիաների մկների վրա։ Հաջողության դեպքում գիտնականները սկսում են պատվաստանյութը փորձարկել մարդկանց վրա 3 փուլով։ Այս թեստերի բոլոր մասնակիցները կամավորներ են։ Գիտնականներն ուշադիր հետևում են նրանց առողջական վիճակին պատվաստում ստանալուց առաջ, ընթացքում եւ հետո։ Բժիշկները նաև պարբերաբար զննում են նրանց եւ հարցնում, թե ինչպես են նրանք զգում, որպեսզի հավաստիանան, որ պատվաստանյութն անվտանգ է եւ պատշաճ կերպով գործում է մարդկանց դեպքում։ Առաջին փուլում պատվաստանյութը տրվում է փոքրաթիվ առողջ մարդկանց, ստուգելու դրա անվտանգ լինելը եւ պարզելու, թե որքան պատվաստանյութ է անհրաժեշտ իմունային համակարգում արձագանք առաջացնելու եւ օրգանիզմը պաշտպանելու համար։ Երկրորդ փուլում պատվաստանյութը տրվում է մի քանի 100 մարդկանց, ստուգելու, թե ինչպես է այն գործում տարբեր տարիքային խմբերի մարդկանց շրջանում եւ քանի պատվաստում է անհրաժեշտ։ Երրորդ փուլում պատվաստանյութը տրվում է հազարավոր մարդկանց, ստուգելու, թե որքանով է պատվաստանյութը պաշտպանում հիվանդությունից։ Կամավորները բաժանվում են 2 խմբի պատահականության սկզբունքով։ Խմբերից մեկը ստանում է նոր պատվաստանյութը, մինչդեռ մյուս խումբը ստանում է պլացեբո, որը կամ կեղծ պատվաստանյութ է, որը բաղկացած է միայն աղի ջրից, կամ պատվաստանյութ, որը պաշտպանում է այլ հիվանդությունից։ Համեմատելով մարդկանց այս 2 խմբերը, գիտնականները կարող են ավելի լավ հասկանալ, թե որքանով լավ է գործում նոր պատվաստանյութը։ Երբ պատվաստանյութն անցնում է բոլոր անհրաժեշտ փորձարկումները, անվտանգ է եւ արդյունավետ, պատվաստանյութ արտադրող ընկերությունը կարող է սկսել ավելի շատ պատվաստանյութ արտադրել։ Պատվաստանյութերն այժմ պատրաստ են առաքվելու տարբեր երկրներ։ Այսուհետ փորձագետները շարունակում են հետևել պատվաստանյութի անվտանգությանը, հետևելով ցանկացած տեսակի կողմնակի ազդեցություններին։